Բարև ձեզ, Alpha News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաքվե միավորման վարչության անդամ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոփյանին։ Պարոն Քերոփյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Զրույցը սկսենք Նիկոլ Փաշինյանի հունվարի 28-ի ուղերձից։ Փաշինյանը ծավալուն ուղերձ էր հղել բանակի 34-րդ տարեդարձի օրը, որում խոսել էր բանակի բարեփոխումների մասին եւ մի քանի կետով առանձնացրել էր այդ բարեփոխումները, այն ծրագրերը, որը իրականացրել են։ Խոսքը կամավոր ատեստավորման ծրագրի մասին է, ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին է, ինչպես նաեւ Փաշինյանը ընդգծել էր պաշտպան հայրենյաց ծրագրի ներդրման մասին եւ նաեւ այն, որ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետն է այս իշխանության օրոք կրճատվել։ Այս շարքը սահմանափակել էր Նիկոլ Փաշինյանը եւ նախընտրել էր չծավալվել բանակի բարեփոխումների մասին։ Հիմա այս բոլոր թվարկած ծրագրերը, պարոն Քերոփյան, դուք համարում եք որպես բարեփոխում, թե ոչ։ Սա մեր երկրի պաշտպանողության եւ բանակի մարտունակության վրա շատ քիչ ազդող գործոններ են, բոլորը։ Եթե նույնիսկ ինչ-որ դրական ազդեցություն կա որոշ դեպքերում, օրինակ ժամանակից սպառազինության եւ տեխնիկայի գնման հետ կապված, ապա ժամկետային ծառայության կրճատումը առանց դրա հետ կապված լուրջ բարեփոխումների, առանց մարտական պատրաստության ծրագրերի լուրջ վերանայման, առանց մարտական ոգու բարձրացման, առանց մարտակոչի, դրանք որևէ լուրջ դրական ազդեցություն չեն ունենալու։ Եվ ինչ նկատի ունեմ մարտակոչ ասելով։ Տեսեք, զինվորի մարտական ոգին, մարտական պատրաստության հետ միասին, դա ամենակարևոր գործոնն է հաղթանակի։ Երբ չկա այդ մարտական ոգին, ապա այդ բանակը պարտվելու է։ Եվ մենք այսօր տեսնում ենք, ասենք տարատեսակ հայտարարություններով, այդ մարտական ոգին ամեն ձև փորձում ենք կոտրել եւ գործողություններով։ Օրինակ գիտենք, որ մենք այսօր ունենք պայմանական սահման, իրականում ինքը մարտական գործողությունների առաջնագիծ կարող է դառնալ յուրաքանչյուր րոպեի, կախված ենք մեր թշնամի հարևանների կմահաճույքից ընդամենը, որովհետեւ այն աստիճանի վատ պայմաններում են գտնվում եւ հավասարակշռությունը այն աստիճանի է խախտված ոչ մեր օգտին, որ ցանկացած պահի մենք կարող ենք ունենալ տարածքային կորուստներ։ Մնում է մենակ Ալիևը ուզենա։ Եվ այս պայմաններում, ասենք, մարտական ոգու անկման պայմաններում մենք գիտենք, ասենք, որ լիքը դեպքեր կան եւ դրա մասին վկայություններ էլ կան, որ որոշ հենակետեր մարտական մեր զինվորները հասնում են ստորացուցիչ զննման նվաստացման միջով, ասենք զննում են, թե ինչ զենք են տանում, ուտելիքն են զննում եւ այլն։ Այս պայմաններում խոսել բանակի բարեփոխումների մասին ուղղակի ավելորդ է։ Ես դա համարում եմ ոչ այնքան ինչ-որ փաստերի շահադրում, որքան ստախոսություն եւ պոպուլիզմ եւ տեսեք նույն ասենք ժամկետային ծառայության կրճատումը, որը վերվեց ներկայացվեց որպես կառավարության ծրագրում ներկայացված կետ, բայց դա չի հիմնավորվում որևէ կերպ եւ նույնիսկ ասենք այդ ծրագիրը ներկայացրած օրինագիծը ներկայացնելուց մեկ շաբաթ առաջ բառացիորեն խոստովանում են, որ բանակի համալրման խնդիր ունենք, այդ պատճառով է, որ այսպես վարժական հավաքների կանչվող այսպես զորահավաքով կանչվող մարդիկ գնում են եւ դիրքային ծառայություն են իրականացնում, դա սա արդեն իսկ խոստովանություն է իրենց ստախոսության։ Դուք սա քաղաքական որոշում եք ավելի շատ համարում, թե նախընտրական ընտրակաշարք ադրբեջանական բենզինի եւ Ռուսաստանից ներկրվող Ադրբեջանի միջով ներկրվող ծորենի համատեքստում եւ իրենց նման նախընտրական ընտրակաշարք, ոչ այլ ինչ։ Լավ, Փաշինյանը խոսում է ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին, երբ որ պաշտպանության նախարարություն էր գնացել հունվարի 28-ին, այնտեղ խոսեց օրինակ գործարանային արտադրության D30 զինատեսակի մասին։ Սա ինչ զինամթերք է, ինչ է իրենից ներկայացնում, իսկապես սրանով կարելի է հպարտանալ, որ մեր բանակը այն ձեռք է բերել։ Դրա մասին կարելի է խոսել միայն այսպես ափսոսանքով, որ մեր երկրի ղեկավար պաշտոնին, բարձրագույն ղեկավար պաշտոնին հայտնվել է այդպիսի անգետ, տգետ անձնավորություն, որը նույնիսկ կարիք էլ չի համարում, չի այսպես փորձում նույնիսկ թաքցնել տգիտությունը, եւ դա անում է ուղղակի ամենացինիկ ծաղրական եղանակով մասնագետների
դիմաց նստել խոսելով եւ իրենց լսել տալով իր դատարկաբանությունը։ Ասենք դա 30-ը մենք գիտենք ինչի մասին է խոսքը, դա վաղուց հնացած, քաշակվող հրետանի է, այսպես տեխնիկական մանրամասների մեջ եթե մտնենք, շատ ցածր կիջնենք, հա։ Դրա մասին ուղղակի չի կարելի խոսել 21-րդ դարում։ Նույնիսկ հրետանու մասնագիտական խոսակցության մեջ, մասնագիտական քննարկման մեջ D30 ասելը արդեն իսկ տգիտության նշան է։ Դա վաղուց հնացած կոնցեպտ է։ Ուրիշ բան, եթե խոսել ասենք ականանետերից, որոնք ավելի էֆեկտիվ են այսօր մեր պայմաններում, հա, որոնք կարող են ավելի թեթև են, հա, եւ որոնք այսօր Հայաստանում արտադրվում են իմիջիայլոց, ասեմ, հա, եւ 82 մմ-ը եւ 120 մմ ականանետերը եւ ավելի փոքր դրամաչափի ականանետերը արտադրվում են, շուտով արդեն կտեսնենք, որ ինքնալիցքավորվող ականանետեր, այսինքն որոշակի ավտոմատացումով եւ այլն։ Դրա մասին կարելի է խոսել։ Դա այնպեսի մի բան է, որ այսօր զարգացած ռազմաճյուղաբերական երկրները իրենց զինանոցում ակտիվորեն թարմացնում են եւ կիրառում են։ Բայց խոսել ասենք անցած դարի կեսերի ինչ-որ մշակման մասին, դա կներեք ուղիղ ծաղր է եւ ավելի ցինիկ է ծաղրը հնչում բանակի տոնի օրը։ Երբ հունվարի 28-ին Փաշինյանը իր հուղերձն էր հղել, այս ես արդեն նշեցի, որ չէր ցանկացել շատ ավելի ծավալվել, թե ինչ բարեփոխումներ են արել, բայց ամեն դեպքում նշում էր, որ վերջին տարիների այդ արդյունքները անկյունակար են մեր պետության հարատևության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության համար, պարոն Քերոբյան, ես հատուկ եմ մեջբերում իր այս խոսքերը, ու միևնույն ժամանակ ինքը ընդգծում էր, որ մենք, չնայած այս պայմաններին, մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։ Հիմա ձեզ հարցս հետեւյալն է. արդյոք դուք հավատում եք այդ հաստատված խաղաղությանը եւ արդյոք կիսում եք Փաշինյանի այս տեսակետը, որ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։ Խաղաղությունը այսօրվա աշխարհում ընդհանրապես մի ժամանակավոր իրավիճակ կարող է լինել, հա։ Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց ընթանում է, վաղուց։ Մանավանդ մեր տարածաշրջանում այն շատ թեժ տեսք ունի, հա։ Եվ մենք ինքներս 16 թվականից այս կողմ տեսնում ենք, ավելի ճիշտ կլինի ասել իհարկե 2014 թվականից, երբ ամառվանից սկսվեց սրվել իրավիճակը, կիզակետին հասավ 16 թվականի ապրիլին, բայց մենք այդ ժամանակվանից ընդհանրապես խաղաղ վիճակ չենք տեսել։ Այսօր էլ եթե ինչ-որ փորձում են հարաբերական հանդուրը ներկայացնել խաղաղություն, դա էլ եմ կրկնում, թշնամու քմաճուկից կախված վիճակ է, հա, մենք չենք այս վիճակը տնօրինում։ Եվ ավելի այսպես աղաղակող սուտ, քան բանակի առջև խոսել խաղաղությունից, հա, այն դեպքում որ բանակը ինքը գիտի նաև այդ խաղաղության արժեքը, իրենք գիտեն թե ինչ նվաստացում միջով են անցնում, այդ թվում նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նվաստացման միջով են անցնում, դրանից ավելի մեծ սուտ հնարավոր չի մտածել։ Ես չեմ ուզել իհարկե մանրանալ անդրադառնալ այդ ստախոսության մնացած դրվագներին, բայց կուզեմ անդրադառնալ մի բանի։ Աչու ցախ որ նայենք Փաշինյանից ովքեր են նստած, հա, պաշտպանության նախարար եւ գլխավոր շտաբի պետ, որոնց օրոք Հայաստանի Հանրապետությունը փոքրացել է։ Ինչքան էլ ուզում են խոսեն այսպես սահմանազատման, սահմանագծման, հանձնաժողովների աշխատանքից, որ հնարավոր է այդ ռազմակալված տարածքները 21 թվականից այս կողմ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը, մենք գիտենք մի բան, Թուրքը ունի իր մեջ գրած սուրբ, իրանց համար սուրբ բառեր, որտեղ թուրք զինվորի ոտը կանգնել է, այնտեղ թուրքական հող է։ Եվ իրենք չեն էլ պատրաստվում այդտեղից հեռանալ, միակ տարբերակը այդտեղից հեռանալու ռազմական ճանապարհն է։ Մենք պետք է հաշտվենք մի բանի հետ, որ այդ ռազմակալված տարածքները այս իշխանության օրոք չեն վերադարձվելու։ Այս իշխանությունը ես համոզված եմ ունի կուլիսային պայմանավորություններ այդ հողերը ինչ որ բանի հետ տարատեսակ կլինի բենզին, կլինի նավ, ցորեն, ճանապարհ փոխանակելու կամ ներկայացնելու, որ մենք դա թողնում ենք, որովհետև մենք այս ինչ ուրիշ բան ենք ստացել, իհարկե սուտ է լինել։ Օկուպացված տարածքների մասին է խոսք գնում, այո, որը այս իշխանությունը չի պատրաստվում հետ վերադարձնել։ Մեր դիտողներին եւ ունկնդիրներին կհիշեցնեմ, որ այդ նույն սահմանագծման սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը հաստատվել է դեռևս 2024 թվականի սեպտեմբերին կամ օգոստոսին, լավ չեմ հիշում, եւ դրանից հետո գեթ 1 հատվածում, գեթ 1 սանտիմետր սահման չի գծվել, չի զատվել։
հա։ Ինչով է զբաղված այդ հանձնաժողովը, պարզ չէ, ակնհայտ է, որ այդ էլի ինչպես մնացած դեպքերում էլի կախված է Ալիևի կամ Էրդողանի կմահաճուկից։ Իրենք են ասում ինչ կլինի։ Բայց պետք է հասկանանք նաև, որ այն ինչ որ Գիրանցի եւ ոսկի պարի հատվածում տեղի ունեցավ, դա Հայաստանի Հանրապետությունից տարածք խլել էր, որտեղ այդ ժամանակ չկար որևէ իրավական հիմք այդ գործողությունների։ Ընդհանրապես որևէ չկար։ Այսինքն մենք ականատեսենք լինում այս բանի, այսինքն լրիվ հակառակի ինչ որ ասվում է բարձր ամբիոններից եւ ինչ որ գրված է սահմանության մեջ։ Զինված ուժերի պարտականությունն է իհարկե սահմանների անձնախելությունը եւ տարածքային ամբողջականությունը ապահովելը, Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունը ապահովել է եւ այլն, հա, բայց այս զինված ուժերը, ես ի նկատի չունեմ այն դիրքապահ տղաներին, որ հենց այս պայն էլ կանգնած են դիրքերում եւ հսկում են մեր երկրի սահմանը։ Ես ի նկատի ունեմ այն ղեկավարությունը, որ այս զինված ուժերի ղեկավարումը իրենց օրոք Հայաստանի Հանրապետության տարածքը փոքրացել է։ Իրենք ուրիշ բանի ունակել չեն։ Իրենք չեն էլ կարող, ասենք, իրենց տեսքով, վարքագծով, քաղաքական համոզմունքներով փոխել այս վիճակը։ Իդեպ, օգոստոսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով, անպատեհ եւ պատեհ, միշտ գլուխ է գովում, պարզենում է, որ մեծ հաջողություն է Հայաստանը ունեցել, երբ Ալիևի հետ նախաստորագրել է խաղաղության պայմանագիրը ու ամենակարևորը թրիփ նախագիծն են եռակողմ ստեղծել։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարություն էր գնացել, այդ նույն օրն էլ այնտեղ մի այսպիսի հայտարարություն արեց, կրճատ մեջ բերեմ, որ չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա, մեզ ընկալման փոփոխություն է պետք, եւ այստեղ միտքը կրճատեմ ու շարունակեմ, ինքը սկսեց խոսել արդեն թրիփի մասին եւ նշում էր, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ դրանից բխող թրիփ նախագիծը սրա իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, այսինքն խոսում է թե տնտեսական օգուտների մասին ու նաեւ նշում, որ սա նաեւ մեջբերում եմ անվտանգության երաշխիք է։ Ես ուզում եմ հասկանալ, մեզ թրիփը իսկապես կարող է անվտանգություն երաշխավորել, թե սա պարզապես մոլորեսնող հայտարարություն է եւ թրիփը իրականում գուցե սպառնալիքներ է իր մեջ պարունակում Հայաստանի համար։ Տեսեք, թրիփը եւ այն է եւ այն, այսինքն եւ սպառնալիքները իր մեջ բերում, այսինքն մեր տարածքը, Հայաստանի տարածքը դարձրել է բախման կետ, հա, շահերի բախման կետ առաջին հերթին, տնտեսական շահերի բախման կետ, մենք Իրանի եւ Ռուսաստանի մասին խոսում ենք, Չինաստանը մոռանում ենք։ Հա, Թրամփը թրիփով իրենով է արել Չինաստանի ճանապարհի մի մասը։ Հա, եւ փաստացի այնտեղ ինքն է այդտեղ եկել ոտը դրել։ Իհարկե, մյուս կողմից պետք է հասկանանք, հա, որ թրիփը դա Թրամփի ոչ Թրամփի, ոչ էլ Փաշինյանի նախագիծն է։ Դա թրիփը թե Էրդողանի եւ Ալիևի նախագիծն է, որի մասին իրենք ազնվորեն խոսում են։ Բայց ես իհարկե կուզեմ հիմա ընդհատենք Փաշինյանին մեջ բերելը եւ դրան այսպես քննարկելը եւ անդրադառնանք թե ինչ է պետք է իրականում անել։ Այո, բանակը չպետք է լինի անվտանգության միակ պատասխանատուն եւ երաշխիքը։ Անվտանգության երաշխիքը կարող է լինել եւ պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանում շահեր ունեցող եւ այդ շահերին շահերի պաշտպանության պարտականություն ունեցող յուրաքանչյուր ոք։ Խոսք գնում է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի մասին, որի իմիջիալոց այդ մի անգամ ասել են եւ դրան տեղում ուրացել են, իսկ մենք եւ մեր քաղաքացիական միավորը, որ նաեւ շատերը հորժոժում են որպես քաղաքական ուժ, կարող է եւ այդպեսին էլ կանք, մենք ունենք ուրիշ ծրագիր։ Մենք ունենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի եւ դա միայն մերը չի իհարկե, հա։ Դա հնարավոր չէ յուրացնել այդ ծրագիրը եւ ասել, որ դա մեր ծրագիրն է, դա պետք է լինի համահայկական ծրագիր, համապետական, համահայկական ծրագիր, բայց այս իշխանությունը լրիվ հակառակն է անում։ Այս իշխանությունը ոչ միայն դա չի իրականացնում, որովհետեւ դրա իրականացման պարտականությունը մի անգամ իր վրա վերցրել է, հա, խանգարում է նաեւ այն ուժերին, նախաձեռնող խմբերին, խանգարում է չոքնելով առաջին հերթին եւ խանգարում է տարատեսակ այսպես օրինագծեր հետ գցելով։ Ասենք զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը 3 տարի քննարկվում մինչև քաղաքացիական զենքը հասու դարձավ լայն քաղաքացիական զանգվածներին, հա, հասարակությանը։ 3 տարուց ավել է քննարկվում է նախագծի տեսքով ռազմամարզական գործունեության մասին օրենքը, որը նախագծից այն կողմ չի անցել եւ ես կարծում եմ, որ դա նպատակել ունի
այս ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական կազմակերպությունների թողնել մի տեսակ էս գորշ գոտում, անորոշության գոտում եւ պատեհ պահին իրենց բոլորին հայտարարել օրենքից դուրս, հա, եւ այս ամենը վկայում է մի բանի մասին, ուժեղ պետություն եւ անվտանգ պետություն այս իշխանությանը պետք չէ, անվտանգ պետություն եւ ուժեղ պետությունից խոսում է միայն ազգային եւ իրական ժողովրդավար ուժերը, որոնց ժողովրդավարության գաղափարը իրական ժողովրդավարությունն է, այսինքն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ժողովրդավարական գործընթացների եւ պետության կառավարմանը, ինչից այս իշխանությունը եւ տարատեսակ իրենց մերձավորները փորձում են դուրս դնել հասարակ քաղաքացուն եւ իրենց քիմքին ոչ հաճո քաղաքական ուժերին։ Պարոն Քերոբյան, դուք հասկացաք, թե ինչու է 2026 թվականի ռազմական բյուջեն կրճատվել։ Պատերազմից հետո 21-25 թվականներին ռազմական բյուջեն ավելացել էր եւ հիմա փաստացի 2026 թվականի տվյալով մենք ունենք նախորդ տարվա համեմատ 100 միլիարդ դրամի բյուջեի կրճատում։ 112, եթե ավելի ճշգրիտ լինենք, հա, իհարկե այդ կրճատումը վաղուց սպասելի էր, որովհետեւ այն քաղաքական կուրսը, որ որդեգրել է այս քաղաքական ուժը, ինքը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության շահերի որևէ տեսակի պաշտպանություն։ Այն էլ ինչ որ ծախսել են, հա, մի օր կարող է խաղաղությամբ պայմանավորված փոխանցեն օրինակ Ուկրաինային։ Օրինակ եմ ասում, հա, դա հնարավոր բան եմ համարում, հեչ ընդհանրապես ասած բացառված բան չէ։ Կասեն մի օր, որ գիտեք, ինչ կա խաղաղություն այլևս եկել է, մեզ այսքան զենք պետք չի, այդքան զենքի համար այդքան զինամթերք պետք չի, հա, այդքան զինամթերքի համար այդքան էլ բանակ պետք չի, զենքի եւ զինամթերքի համար այդքան էլ բանակ պետք չի։ Մենք կրճատում ենք եւ ոչ միայն ծախսեր են կրճատում, թվակազմ են կրճատում, զենքն են կրճատում, այդ սուերն էլ մեզ պետք չեն, կասեն, հա, եւ ավելին շատ բաներ կան, մի օր կասեն սահմանել մեզ պետք չի, քանի որ խաղաղություն է։ Ես ուրիշ բան կասեմ, հա, այն պայմաններում, որոնք որ գտնում է Հայաստանը, այսինքն խաթարված ռազմական հավասարակշռության պայմաններում, այսինքն հավասարակշռության բացակայության պայմաններում, հա, ռազմական ծախսեր կրճատելը դա հանցագործություն է, բայց պետք է ուշադիր նայենք, տեսնենք թե այլ ինչ են կրճատում։ Կրճատում են օրինակ ռազմարտության միության զարգացման բյուջեն, հա, 5.7 միլիարդ բյուջեից, որը նախատեսված էր 2025-ի համար, կրճատել են մինչև 4.2։ Իհարկե այդ 4.2-ն էլ չեն ծախսելու, որտեղ 5.7-ից 2025-ին ծախսել են ընդամենը 2.4-ը։ Հա, եւ դե խայտարակ վիճակի իհարկե, դրա մասին շատ եմ խոսել եւ ծախսում եւ այդ ծախսերի թերակատումը ուղղակի հանցագործ մակարդակի հասնում, հա։ Կրճատում են նաև արդեն հայտարարել են, որ ռազմարտությունաբերության ընդհանրապես արտադրության բյուջեն են կրճատելու։ Տեսեք 2023-25-ի համար հայտարարում էին տարատեսակ պաշտոնյաների բերանները, որ մինչև 171 միլիարդ ընդհանուր ծավալով պայմանագրեր են կնքել այդ 3 տարվա համար, հա։ Եվ արդեն ասել են, որ հաջորդ 3 տարվա 26-ից 28 թվականների համար նախատեսել են ընդամենը 150 միլիարդ։ Դե գիտենք, որ գների աճ է տեղի ունեցել, հումքը թանկացել է, բաղինձը գիտեք, ասենք 2 անգամ թանկացել է, օրինակ ասենք 3 տարի առաջվա համեմատ, եւ այդպես թանկացել է մնացած բոլոր տեսակի հումքերը, ամենտեղ որս է գնում հումքային բազայի նկատմամբ, ամբողջ աշխարհը զինվում է եւ ծախսում, այդ զինամթերքը գիտենք թե ինչ ահռելի ծավալի զինամթերքի ծախսում օրինակ ռուս-ուկրաինական թատերաբեմում, հա, շատ ծախսում են նաեւ ռազմական վարժակների համար բոլոր երկրները, հա, Չինաստանն է հսկայական ծախսում ռազմական վարժակների համար, Հնդկաստանը էլ պատերազմել ունեցան, գիտենք Իսրայել-Իրան հակամարտությունը այդտեղ զինամթերքի ծախսը գնացել եւ ռազմական ծախսը գնացել մեծ եւ այլն, հա, եւ այդ պայմաններում եւ թվային, այսինքն գումարային առումով է կրճատվում եւ գիտենք նաեւ որ այդ գնաճի պայմաններում այդ գումարը ավելի քիչ նյութական արժեքի է վերածվելու, հա, պարզ է դառնում որ ծավալը ռազմարտությունաբերության արտադրանքի ծավալը կրճատվելու է սրանց օրոք շատ ավելի մեծ, քան այդ 21 միլիարդն է, ասենք տոկոսային առումով երևում։ Կրճատում են, որովհետև չեն կարողանում որոշումներ կայացնել, չեն կարողանում այդ ոլորտից գլուխ անել, թե որովհետև կա Բաքվի պահանջ։ Դե ռազմարտությունաբերության ոլորտում կա եւ են, հա, Բաքվի պահանջը իհարկե կա միշտ, հա, Հայաստանի ապառազմակալացման, զինված ուժերի կրճատման, անթոփ մինչև արարողակարգային, այսպես ստորաբաժանումների չափի թող լինի նվագախումբ եւ պատվապահագախումբ, բայց ոչ մի բան չլինի եւ միջալոց սրանով կրկնում են 1920 թվականի Մուստաֆա Քեմալի ծրագիրը բացահայտված, հա, եւ ասենք հայտնի է, ասենք այդ գաղտնազերծված նամակը Քազիմ Ղարաբեկիրին, որում ինքը Մուստաֆա Քեմալը ասում է, որ հայերին պետք է ամեն ձև խաբել եւ զենքը իրենց ձեռքից վերցնել,
բանակը կրճատել, թույլ չտալ, որ աճի ուժեղ Հայաստան, որ պատի առիթով ոչնչացնեն Հայաստանը։ Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը սա կրկնում են։ Եվ ակնհայտ է, որ այդ ծրագիրը իրենք չեն մոռացել, եւ այդ ծրագիրը իրենք վեր են հանել եւ գիտեն, որ ասենք մեր այսօրվա պարակտված ապատիկ, այսպես կոմատոզ վիճակում կարող են իրենց նպատակներին հասնել։ Եթե ժողովուրդը եւ քաղաքացին, հայ քաղաքացին, Հայաստանի քաղաքացին իր վրա չվերցնի հայրենիքի պաշտպանության գործը։ Եվ տեսեք, այս ամեն ինչով հիմա տեսեք ասում է, որ բանակը չպետք է լինի անվտանգության միակ հոգսը տանողը, բայց դրանից արդեն հոգսը գցում է մեկ այլ բանի վրա, որը ավելի որը վերացական է իրականում, հա։ Տրիպը տեսեք, նույնիսկ այն ինչ որ ստորագրված այսօր համաձայնեցված է, որևէ իրավական հետևանք չկատարելու համար, կամ որևէ հետևանք, պարտավորություն մասնակից կողմերի համար դեռևս չի առաջացնում։ Իհարկե հնարավոր է, որ այս իշխանությունները կուլիսային պայմանավորվածություններ ունեն արդեն ստորագրած, ավելի ստորացուցիչ նվաստացուցիչ պայմաններով, այդ 24-76 կամ 26-74%-ները դրանք 24-76 էր, երևի 74-26 Հայաստանին։ Բայց այդ ամեն ինչը այնքան նվաստացուցիչ է երևում այսօր, հա, որ նվաստացնում են մեզ, ինչ որ իրավական ուժ չունեցող թղթի ուժով, հա, դա ուղղակի, չգիտեմ, հանցագործության նախապատրաստման է նման, մեծ հանցագործության։ Հիմա կա մի կողմից այն, որ մեր ռազմական բյուջեն կրճատվում է, մյուս կողմից ադրբեջանական պաշտոնական տվյալով Բաքվի 2026 թվականի պաշտպանության եւ անվտանգության բյուջեն 2025-ի համեմատ ավելացել է $187 միլիոն։ Հիմա երբ թե Փաշինյանը, թե Ալիևը պարծենում են հաստատված խաղաղությունով, ես ուզում եմ հասկանալ, ինչու է Ադրբեջանի նախագահը ավելացնում իր երկրի ռազմական բյուջեն։ Տեսեք, Ալիևը պարծենում է իր պարտադրած խաղաղությունով, հա։ Այս մեր իշխանությունը խաղաղությունից խոսելու ընդհանրապես իրավունք չունի, որովհետև իրենք մեր երկրին բերել են միայն պատերազմ, արհավիրք, աղետ, տնազրկում, հայրենազրկում։ Հա, եւ խաղաղությունից խոսել սրանք ուղղակի կարող էլ չեն, այ ի վիճակի էլ չեն։ Իրենց իմացած խաղաղությունը կզած տրկացած խաղաղությունն է։ Մեր իմացած խաղաղությունը արժանապատիվ հավասարակշռած, ընդ որում ռազմական հավասարակշռությունը վերականգնած խաղաղությունն է։ Այ իրենք այսօր արդեն քարոզում են, որ ով մեր հետ չի նշանակում նա պատերազմ է ուզում, բայց դա սուտ է։ Ով իրենց հետ է նա է պատերազմի մասնակից, պատերազմ բերելու մասնակից, հա։ Ես ինքս էլ պատերազմի մասնակից եմ, բայց իրենց հետ չեմ պատերազմել, էլի։ Եվ մեր իմացած խաղաղությունը եւ այն խաղաղությունը, որ Հայաստանին կբերի իրական ծաղկում, իրական բարություն, դա հավասարակշռված խաղաղությունն է, ռազմական եւ անվտանգ հավասարակշռված խաղաղություն է։ Եվ մեր զրույցը ուզում եմ ավարտենք հակաեկեղեցական արշավի վերաբերյալ մի հարցով։ Նիկոլ Փաշինյանը փաստացի ճնշումներ փորձեց գործադրել նաև զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդի եւ մյուս հոգևորականների նկատմամբ, չստացվեց ամենայն հավանականությամբ ոչինչ եւ արդեն եղավ պաշտպանության նախարարի հրամանը, որով փետրվարի 1-ից դադարեցվում է զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդի եւ Հայաստանյա Ծառայքելական Սուրբ Եկեղեցու կողմից հոգևոր ծառայողների գործունեությունը պաշտպանության նախարարության համակարգում։ Հասկանալի է, որ այս հրամանը ինչպես կարող է վնասել եկեղեցուն, այնպես էլ բնականաբար կվնասի պաշտպանության նախարարությանը եւ ամենակարևորը հայ զինվորին, հայկական զինված ուժերի զորքին։ Ես ուզում եմ դուք սրա նշանակության մասին խոսեք, ինչքանով է կարևոր, որ զինվորը շփման մեջ լիներ հոգևորականի հետ եւ ինչ ազդեցություն, բացասական ես ենթադրում եմ, որ ազդեցություն կարող է ունենալ զորքի վրա։ Ես ոչ թե դրա կարևորությանը կանդրադառնամ, այլ թե ինչ պայմաններում ստեղծվեց այս հրամանը, հա, եւ իհարկե դուք ճիշտ եք, մեծ ճնշում է եղել գնդերեսների վրա, նրանցից շատ-շատերը դիմացել են այդ ճնշմանը, մի 3 հոգի կարծեմ ընդամենը համաձայնվել մտնել այդ օրակարգի մեջ, բայց գնդերեսների ծառայության կամ հոգևոր ծառայության վերացումը, չնայած ասում են, որ չեն վերացնում, բայց տողատակերը կարդակ եւ այն բառակապակցությունները կարդակ, որով այդ հրամանը կազմված է, ակնհայտ է, որ այն հոգևոր ծառայությունը, որը կար մինչև հիմա, այլևս այդպեսին չի լինելու։ Կարգալուց եղած
նախկին հոգևորականներ կբերեն, կնշանակեն մահակապիտանների եւ մայորների հաստիկների, որովհետեւ հենց այդպեսին պետք է լինեն, այսինքն զինվորական կոչումներ են բերելու նշանակելու եւ այս ամեն ինչը իհարկե նախատեսված չէր բանակի զինված ուժերի բարեփոխման ծրագրով, որ 2024 թվականի վերջում հրապարակեցին։ Այնտեղ այդպիսի բան չկա, այնտեղ հակառակը կա բարոյահոգեբանական վիճակ եւ այլն, եւ մենք գիտենք, ասենք, որ նույնիսկ ոչինչ չանելով գնդերեսներ իրենց արկայությամբ, իրենց ներկայությամբ զինվորի կողքը կանգնելով եւ այդ թվում նաեւ ռազմական գործողությունների ժամանակ իրենց անձը զոհաբերելով, ես անձամբ եմ ճանաչել, ասենք, Նարեկ Սարգսակյանին, որը կենտրոնական ապարատում էր աշխատում պաշտպանության նախարարությունը, մենք մի վերելակով ենք բարձրանում, հա, եւ այդ օրինակները աչքի առաջ ունենալով մեր զինվորները միշտ ողջավորվել են, հա, եւ կողջավորվեին, բայց հիմա այդ նույն վիճակը, որը որ մնացած մասերում է իրականացում, ասենք նվաստացման, ստորացման վիճակը, լինելու նաեւ այս հոգեվոր ծառայության վերացման հետ։ Այսինքն մենք ուժեղացնելու փոխարեն իրականում հանում ենք այն թելերը, որով կարված են տարբեր կտորները զինված ուժերում, հա։ Այսինքն միանշանակ բարոյահոգեբանական կողմի վրա սա ազդելու է։ Անկասկած։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ էլ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, ես զրուցում էի Հայաքվե միավորման վարչության անդամ, ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ։